Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի ապրիլ ամսվա հորոսկոպը Խոյ նշանի համար։ Սիրելի ընկերներ, կնայենք այս ամսվա մոլորակային դիրքավորումը, կնշեմ ովքեր բոլորից շատ կզգան այս կամ այն դիրքավորումները, ինչպես նաև կխոսեմ նորալուսնի լիալուսնի մասին և իհարկե բացասական լարված օրերի մասին։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը նայում ենք առաջին հերթին ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն անցնում ենք արևի նշանին։ Այսպիսով, սիրելի ընկերներ, արևը մինչև ամսի 20-ը, այսինքն ապրիլի 20-ը կգտնվի Խոյ նշանում, իսկ դա ձեր առաջին տունն է, սիրելի ընկերներ։ Եթե ցանկանում եք ինչ-որ փոփոխություններ մտցնել արտաքնի հետ կապված, գուցե կտրվածքը մազերի փոխելու, մազերի գույնը, հագուստում ինչ-որ նորավոճություն, նորամուծություն մտցնելու, արտաքնի հետ կապված ինչ-որ պլաստիկ էսթետիկ միջամտություններ կատարելու, այս ամիսը բարենպաստ է ձեզ համար։ Արևը ամսի 20-ից հետո կանցնի արդեն ձեր երկրորդ տուն, ֆինանսների տուն, իսկ որտեղ արևն է, այնտեղ էլ արդեն էներգիան է։ Այսինքն լավ ժամանակահատված է զբաղվելու ձեր ֆինանսներով կամ գուցե ինչ-որ արժեքավոր գնում ունենալու կամ եթե ցանկանում եք ինչ-որ բան վաճառել, դրա համար եւս բարենպաստ է։ Նոր ինչ-որ ֆինանսական աղբյուրներ փնտրելու համար եւս բարենպաստ է։ Մերկուրի մոլորակը մինչև մարտի 15-ը կգտնվի ձկներ նշանում, դա ձեր 12-րդ տանն է, իսկ ասում է Մերկուրին, որ հեռավոր ինչ-որ հողերից նորություն կստանաք, զանգ կստանաք, գուցե գնաք այն վայրերը, որտեղ վաղուց չեք եղել, ինչպես նաև հյուրեր գուցե ունենաք հերվից, կամ եթե արտասահմանի հետ կապված ինչ-որ փաստաթղթի եք սպասում, ապա այս ժամանակահատվածում դա կլինի։ Մերկուրին 12-րդ տանը հաճախ կարող է ասել, որ ինչ-որ անցնեք, հիշեք ձեր մանկության օրերը, գուցե վերադառնաք այն վայրերը, որտեղ նախկինում եղել եք, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ եւս կարող է փնտրեք այս ժամանակահատվածում։ Ամսի 15-ից սկսած Մերկուրին կանցնի Խոյ նշան, ձեր առաջին տուն, ձեզ դարձնելով ել ավելի շփող, ակտիվ, ձեզ մոտ հեշտ կստացվի բանակցություններ անել, անընդհատ զանգեր, նորություններ կստանաք, ճանապարհներ կգնաք, կարծես այս 10 ամսվա կեսից հետո ձեզ համար նման ինչ-որ հետաքրքիր իրավիճակներ կլինեն կապված Մերկուրիի հետ։ Վեներա մոլորակը մինչև ամսի 24-ը, այսինքն ապրիլի 24-ը կգտնվի Ցուլ նշանում, ձեր երկրորդ տանը, իսկ Վեներան, երբ որ երկրորդ տանը է, դա հիանալի ժամանակահատված է։ Ձեր ֆինանսները կավելանան, արժեքավոր նվերներ կստանաք, աշխատավարձը հնարավոր է բարձրանա, աշխատանքում գուցե հավելավճար ստանաք, կամ ինչ-որ հեռանկարային ծանոթություն ունենաք, որի օգնությամբ հետագայում ձեր ֆինանսական դաշտը ինչ-որ կերպով կավելանա։ Նման հարցեր կլինեն։ Ամսի 24-ից սկսած Վեներան կանցնի երկորյակ նշան, ձեր երրորդ տունը այն ամենը, ինչը կապված է խոսակցությամբ, բանակցությունների հետ, ինչպես նաև ինչ-որ դասընթացների հետ, եթե ցանկանում եք գնալ ինչ-որ դասընթացների, սիրելի Խոյեր, հատկապես որոնք կապված են գեղեցկության հետ, սննդի հետ, հիանալի ժամանակահատված է, անպայման օգտվեք այս ժամանակահատվածից։ Մարս մոլորակը մինչև ամսի 10-ը կգտնվի ապրիլի 10-ը կգտնվի ձկներ նշանում, ձեր 12-րդ տանը, Մարսը 12-րդ տանը, սիրելի ընկերներ, շատ հաճախ տալիս է վիրահատություն, կամ գուցե ինչ-որ ատամնաբուժի գնաք, ատամ հեռացնեք, իմպլանտ դնեք, նման հարցեր եւս կարող են լինել։ Իհարկե սա բոլորին չի վերաբերվում, պայմանավորված է ծննդյան քարտեզով եւս։ Ամսի 10-ից հետո Մարս մոլորակը կանցնի արդեն ձեր առաջին տուն, դարձնելով ձեզ ել ավելի ակտիվ, հիանալի ժամանակահատված է, որպեսզի սկսեք զբաղվել, սիրելի ընկերներ, ձեր մարմնի կառուցվածքով, գնաք սպորտի կամ գուցե առավոտյան վազելու գնաք։ Մարսը առաջին տանը գուցե բերի ձեզ ծանոթություն ինչ-որ տղամարդու հետ, ինչպես նաև Մարսը առաջին տանը հաճախ մեզ դարձնում է ել ավելի ակտիվ, այսպես չափից շատ ակտիվ, ինչ-որ առումով գուցե ագրեսիվություն մտնի, որպեսզի այդ Մարսի էներգիան այսպես չարադառնա, չվերածվի վիճաբանությունների, խորհուրդ կտամ, որ զբաղվեք սպորտով, որպեսզի ձեր էներգիան ուղղեք այնտեղ, քանի որ էներգիան շատ է լինելու։ Մարսը առաջին տանը, զգուշացնեմ, որ եթե ծննդյան քարտեզում կամ բացասական դիրքավորումներ, պետք է զգուշանաք, որովհետև հնարավոր է օրինակ դանակի հետ աշխատելիս ձեզ վնասեք, կամ առհասարակական սուր կտրող ծակող գործիքների հետ աշխատելիս, կրակի հետ աշխատելիս, նման հարցեր կարող են լինել։ Իհարկե սա բոլորին չի վերաբերվում, բայց համենայն դեպս, եթե ծննդյան քարտեզը ձեր կարողանում եք կազմել, կարող եք նայել արդյոք ինչ-որ բացասական ասպեկտացիաներ կան թե ոչ։
Յուպիտեր մոլորակը, սիրելի ընկերներ, շարունակում է գտնվել Խեցգետի նշանում ձեր 4-րդ տանը։ Այս ամսում շարժվելով 15-ից 18 աստիճան, Յուպիտերը 4-րդ տանը շատերի մոտ կավելանա կընդլայնվի, հա, ընտանիքի անդամները, գուցե ձեր երեխան օրինակ ամուսնանա, ձեր տղան ամուսնանա, հա, օրինակ հարսիկ ունենաք կամ ընտանիքի անդամ ուղղակի ավելանա, իմանաք, որ նոր ձեր հարսիկ օրինակ բալիկի է սպասում կամ դուք, հա, ինչ որ ձևով ընտանիքի կազմը կարող է ավելանալ։ Իհարկե սա ոչ բոլորին է վերաբերում։ Յուպիտերը 4-րդ տանը հաճախ կարող է բերել նաև ինչ որ անշարժ գույքի գնում, անշարժ գույք կամ գուցե տեղափոխվեք ինչ որ նոր բնակարան, որը կլինի էլ ավելի լավ պայմաններով, էլ ավելի մեծ, էլ ավելի հարմարավետ, քան նախորդներ, կամ ուղղակի ինչ որ անշարժ գույք ձեռք բերեք որպես կապիտալ։ Յուպիտերի ազդեցությունը այս ամսում կզգան բոլորի շատային խոյերը, ովքեր ասցենդենտով են խոյը, ասցենդենտը գտնվում է խոյի 15-ից 18 աստիճանում եւ ովքեր ծնվել են, հիմա նշեմ, ապրիլի 7-ից 9 ընկած ժամանակահատվածում։ Ներողություն, մինչև 10, ապրիլի 9-ից 10 ընկած ժամանակահատվածում։ Չէ, մի րոպե, ընկերներ, այստեղ խառնեցի։ Ապրիլի 7-ից մինչև ապրիլի 10 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա Յուպիտերի ազդեցությունը բոլորից շատ այս ամսում դուք եք զգալու։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, սիրելի ընկերներ, դա ձեր 9-րդ տունն է, այս ամսում շարժվում է 11-ից 14 աստիճան, երբ սև լուսինը 9-րդ տանն է, հաճախ կարող է լինել ինչ-որ խաբեություններ, կապված ուսումնական հարթակի մեջ կամ գուցե ձեզ խաբեն, օրինակ պետք է ուղարկեք ինչ-որ նվեր, գուցե կամ գումար ուղարկեք արտասահման եւ ինչ-որ խաբեբա այդպես մարդիկ դուրս գան կամ խաբեբա ինչ-որ սայթեր լինեն, որտեղից կորցան ձեր գումարը եւ այդպիսով իր նպատակին այն չծառայի։ Նման հարցեր կարող են լինել, այնպես որ զգույշ եղեք։ Սատուրն մոլորակը, սիրելի խոյեր, շարունակում է գտնվել խոյի նշանում, այս ամսում շարժվելով 5-ից 9 աստիճան։ Այս ամսում սիրելի ընկերներ, Սատուրնի ազդեցությունը կզգան բոլոր նրանք, ովքեր ծնվել են մարտի 28-ից մինչև ապրիլի 1 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա Սատուրնի ազդեցությունը բոլորից շատ կսկսեք դուք զգալ։ Այստեղ Սատուրնը առաջին տանը լավ ժամանակահատված է նիհարելու համար, կարծում շատ խոյեր կզգան, թե ինչպես են նիհարել։ Իհարկե հնարավոր է նաև ձեր հարաբերությունները մի փոքր սառեն կամ ձեր գործընկերների հետ կամ ամուսնու կնոջ հետ։ Հաջորդը Սատուրնը ասացինք, Ուրան մոլորակը, սիրելի ընկերներ, ապրիլի 24-ից սկսած մինչև 2023 թվականի, 2033 թվականի մայիս ամիսը գտնվելու է երկվորյակ նշանում ձեր 3-րդ տանը բերելով ձեզ անսպասելի փոփոխություններ, որ անգամ դուք չէիք կարող սպասել, որ նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Երրորդ տունը ինչ է իրենից ներկայացնում, հա, դա Մերկուր եղբայրներն են, հարևաններն են, ուսումն է, բանակցություններն են, այստեղ էլ ինչ, հա, ուսումը նշեցի, ցանկացած տեսակի կապի տրանսպորտի միջոցներ են, մի խոսքով վերոնշյալ թեմաների շուրջ, սիրելի ընկերներ, մեծ փոփոխություններ են սպասվելու ձեզ, ու այնպիսի փոփոխություններ, որ դուք անգամ չեք էլ կարող պատկերացնել, թե ինչպես դա եղավ, հա, գուցե ինչ-որ անսպասելի որոշեք ձեր մասնագիտացումը փոխել, գնալ նոր դասընթացների եւ այլն։ Սրանք նշեցի, այժմ անցնենք նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված այս ամսվա հետ կունենանք առաջինը լիալուսին, ամսի 2-ին, ապրիլի 2-ին կարիճ նշանում, ներողություն կշերք նշանում, որը մի 2 օր առաջ եւ 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա։ Դա սիրելի ընկերներ ձեզ համար 7-րդ տունն է, այսինքն ինչ որ պարզություն կմտնի կապված ձեր հարաբերությունների հետ, ձեր գործընկերության հետ, հա, ինչ որ վերջնական որոշում կլինի, թե ինչ որոշում կլինի, ամեն մեկը մի ձև կզգա, բայց կարծես ինչ որ բան գուցե, ինչ որ պարզություն մտնի, ինչ որ բան իմանաք, եւ կունենանք լիալուսին, ներողություն նորալուսին, ամսի 17-ին, հենց ձեր առաջին տանը սիրելի ընկերներ, խոյի նշանում։ Իսկ դա նոր էներգիա է, նոր սկիզբ է, սիրելի խոյեր, կարծես ձեզ համար 2026 թվականը հենց այս ժամանակահատվածից է սկսելու, այսինքն ամսի 17-ից է սկսվելու։ Եվ դա նոր էներգիա է, նոր սկիզբ է, նոր ինչ-որ փոփոխություններ են դրական առումով։ Այսքանը սիրելի խոյեր, մոռացա նշեմ լարված օրերի մասին։ 2 լարված օր են ունենալու, առաջինը ապրիլի 4-ը, Վեներան եւ Պլուտոնը կազմելու են 90 աստիճանի անկյուն, սիրելի ընկերներ, այն լինելու է ցուլ եւ ջրհոս նշանում,
Այստեղ կապված է լինելու 11-րդ եւ երկրորդ տների հետ, այսինքն դա ֆինանսների տունն է, այստեղ բնականաբար Վեներան էլ այնտեղ է, խորհուրդ չեմ տա կարևոր մեծ գործարքներ կատարել այս ժամանակահատվածում եւ լարված օր ենք ունենալու ապրիլի 24-25-ը, արևը եւ Պլուտոնն է, սերի ընկերներ կրկին լարված ինչ որ ասպեկտացիա են ունենալու 90 աստիոնի անկյուր են կազմելու, այսօրը եւս զերծ մնացեք ցանկացած տեսակի ինչ որ կարևոր գործողություններից, հա, փորձեք ուղղակի հանգիստ անցնել օրը։ Այսքանը սիրելի ընկերներ, սիրելի խոյեր այս ամսվա հետ կապված, շուտով կհանդիպենք, ցտեսություն։